մեր ժողովուրդը համենայն դեպս անցել է բազմաթիվ փորձությունների, կորուստների միջով մենք կարողացել ենք պահպանել ոչ միայն մեր գոյությունը, այլ երկարատև դադարներից հետո թեկուզ փոքր չափով, բայց վերգտնել մեր կորսվածը։ Կարևորը, որ մենք հասկանում ենք, որ 20 թվին մենք եւ դրան հաջորդած տարիներին մենք իրոք կորցրեցինք ոչ միայն ինչ-որ պայմանական հողի մի կտոր, պայմանական ինչ-որ շինություններ եւ այլն, այլ կորցրեցինք մի կտոր հայրենիք։ Կորցրեցինք մի երկրամաս, որը իրոք Հայաստանի, կարելի է ասել, իմ կարծիքով, դա Հայաստանի այն ողնաշարն էր, որը պահում էր Հայաստանի թե անվտանգությունը, թե ռազմի դաշտում, թե բարոյական հոգեբանական առումով, եկեք չմոռանանք, որ վերջի տասնամյակներում, այսինքն ողջ նոր անկախ մեր պատմության շրջանում Արցախյան հարցը, Արցախի շուրջ այդ ձևավորված այդ պատումն էր մեզ պահող եւ առաջ տանող գաղափարախոսությունը։ Այդ առումով ես կարծում վաղ թե ուշ մենք վերադառնալու ենք ակունքների։ Մի կողմ թողնենք քաղաքական վայրիվերումները եւ այլն, ոչ մի քաղաքական ուժ հավերժ չէ, հակառակը յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը փորձում է երկարացնել իր գոյությունը արհեստական ճանապարհով, դրանով իսկ փորում է իր գերեզմանը, որի ականատեսն ենք կարծես թե մենք դառնում վերջի շրջանում։ Ուղղակի պետք է հասկանանք, որ մեզ առջևում սպասում է շատ մեծ ծավալի եւ ծանր աշխատանք։ Եթե մենք պատրաստ ենք այդ աշխատանքի, եթե պատրաստ ենք հանուն մեր գաղափարների աշխատել, ջանք չխնայել, ես կարծում եմ ամեն ինչ հնարավոր է։ Իմ վատատեսությունը կամ հուսահատությունը կամ գուցե ոմանց դիտարկմամբ իրատեսական մոտեցումը, հա, որտեղ ասում են, այսպես ռոմանտիկ պետք չէ լինել, հա, այս իրավիճակում, ծնվում է նրանից, որ այս մարդիկ այսօր այնքան են քանդում տարիների ստեղծած այդ հիմքերը, հիմնահատակ են քանդում, հասել են մեր ինքնության արմատներին, իմ վախն այդ տեղից է գալիս, պարոն Միրզոյան։ Ես վախենում եմ, որ իրենք այնքան կքանդեն, որ անհնար կլինի հաջորդ եկող իշխանության համար, ոնց են ասում, քարը քարի վրա դնել, մեր արտավազդ թագավորի խոսքը հիշեցի, ես ավերակների վրա ինչպես թագավոր ենք, չէ՞, էդ էլ է պատմության մեր մի հուշ, որը մեզ կարող է այսպես ինձ սարսափեցնում է այդ միտքը։ Ես ինչ-որ ընդհանուր առումով իհարկե կիսում եմ ձեր այդ մոտեցումը, այդ որ ահազանգը, որ դուք հնչեցնում եք, բայց եկեք չմոռանանք, որ ինքնությունը ի վերջո դա ինչ-որ սոսկ մի վերացական երևույթ չէ, որը կարելի է ուղղակի վերցնել եւ այն նրա հետ անել այն ինչ որ դու ցանկանում ես։ Մտածողություն փոխելով չեն կարող։ Յուրաքանչյուրիս մեջ է։ Այո։ Ինքնության կարողը մենք ենք, դուք, ես, փողոցի անցորդները, հասարակ մահկանացուները, մարդիկ, որոնք երբեք նույնիսկ կարող ինքնության մասին չխոսան։ Պարտադիր չէ, որ մենք նստենք եւ ամեն օր խոսանք ինքնության մասին, հակառակ դա անբնական է։ Պետք է ուղղակի այդ ինքնությունը քո մեջ կրես։ Քանի դեռ մենք կրում ենք այդ ինքնությունը, քանի մենք ապրում ենք որոշակի բարոյական նորմերով եւ կանոններով, հա, այդ ինքնությունը պահպանվում է։